Պարոն Խաչատրյան, նախ ձեր կարգախոսից եկել է ժամանակը եւ ձեր նաեւ լոգոյի հետ կապված Սիս եւ Մասիսի պատկերն է։ Նախ ինչի ժամանակն է եկել եւ Մասիսի պատկերը ինչ որ որոշակի այսպես մեսիջ ունի հաշվի առնելով իշխանության Արարատսարի հետ կապված գործընթացները։ Նախ կարգախոսից ասեմ, որ այո, իհարկե, մենք թիմով երբ որ որոշում ենք եւ կարգախոսը եւ դաշինքի անունը հենց սկսել ենք եկել է ժամանակը, ինչի համար, եկել է ժամանակը հաղթանակների, եկել է ժամանակը աշխատելու, եկել է ժամանակը վաղարշապատություն չխաբելու, միայն նախընտրական խոստումներ չտալու, նախընտրական շրջանում որոշակի ինչ-որ աշխատանքներ անելու, հետագայում տարիներով այդ թաղամասի մասին, այդ գյուղական բնակավայրի մասին մոռանալու, այսինքն աշխատասիրության, համայնքը սիրելու, համայնքի հոգսերով ապրելու եւ համայնքը զարգացնելու ժամանակն է եկել։ Մենք մեր թիմով պատրաստ ենք այդ ժամանակը, այսպես ասած, եկող ժամանակի սկիզբը դնել եւ շարունակել։ Իսկ գլոբալ առումով տեսեք, հենց եկել է ժամանակը հաղթանակի, որովհետեւ վերջին տարիները այն ամեն ինչ որ կատարվում է մեր երկրի շուրջ, կարծում եմ, մեզ հիմա հայ ժողովրդի նաեւ վաղարշապատություն անհրաժեշտ է հաղթանակ։ Եվ լոգոյի հետ կապված ինչպես չկա։ Բնականաբար ճիշտ նկատել եք, մեր լոգոն հենց արտացոլում է Արարատսարը, մեր ազգային խորհրդանիշը, մեր ուղեղում, մեր սրտում նստած խորհրդանիշ, որ դարերով, այսպես ասած, եղել է մեր նախնիների, մեր ծնողների, եւ ես վստահ եմ, որքան էլ այսօրվա իշխանությունը փորձեն Արարատը ջնջել մարդկանց հիշողություններից, մարդկանց կյանքից, չի ստացվելու, փոխանցվելու է նաեւ մեր երեխաների, մեր սերունդներին, որոնք իրենք էլ այդ ազգային արժեքները փորձեն պահել եւ փոխանցել իրենց հաջորդ սերունդներին եւ տեսեք, մենք Արարատյան դաշտավայրում ենք գտնվում, Վաղարշապատ համայնքի գրեթե բոլոր կետերից եւ Պարսկա եղանակ է լինում, մենք բոլորս առաջին ականատես ենք լինում, տեսնում ենք Մասիս սարը մեր աչքի առաջ եւ կարծես մի հպարտություն, խորհրդանիշ, ինձ թվում է այսօրվա իշխանությունների բռնած քաղաքականությունը պարզապես չի հաջողվելու։ Քանի որ վերջի օրերին ավելի շատ խոսում է քաղաքական հարցերից, մենք փորձենք մի քիչ թեման շեղել եւ խոսել խնդիրների մասին։ Էջմիածինը խոշորացված արդեն համայնքը ինչ խնդիրներ ունի։ Նախ տրանսպորտի հետ կապված, հոգեվոր մայրաքաղաք է, տուրիստական քաղաք է արդյոք դիտարկվում եւ ինչ խնդիրներ կա։ Խոսենք մի քիչ խնդիրներից, ինչ խնդիրներ եք առաջնային լուծման անհրաժեշտություն տեսնում դուք։ Տեսեք, հիմա վաղարշապատում նախկինում եղել էր Վաղարշապատ Էջմիածին քաղաքը եւ մեկ գյուղական բնակավայր Ոսկեհատը։ Հիմա միացել է եւս 17 գյուղական բնակավայր, Խոյ համայնքը, խնդիրները էապես տարբերվում են իրարից, թե գյուղական համայնքի եւ քաղաքի։ Դրա համար մենք փորձել ենք զատել, առանձնացնել, նախընտրական ծրագրում հենց այդպես էլ ներկայացնելու ենք, որովհետեւ այն խնդիրը, որը բնորոշ է քաղաքին, նրա կարեւորությունը գյուղական համայնքում մի փոքր պակաս է եւ բնականաբար հակառակը։ Ինչ վերաբերում է քաղաքի մասով, այո, մենք այսօր քաղաքում ունենք բազմաբնակարան շենքերի, տանիքների խնդիրներ, շքամուտքերի խնդիրներ, կոյուղատարների խնդիրներ, որը պարզապես խայտառակ վիճակում է։ Խնդիրներ ունենք բակերի, խաղահրապարակների եւ ամենակարևորը, Վաղարշապատ քաղաքում բացակայում է շատ քիչ է կանաչապատ տարածքները։ Մենք դա ստեղծելու ենք, մեր ծրագրում դա առաջնային խնդիր է լինելու, ստեղծել կանաչապատ տարածքներ, այգիներ, խաղահրապարակներ, գրեթե յուրաքանչյուր բակում պետք է լինեն խաղահրապարակներ, որպեսզի երեխաները կարողանան իրենց առօրյան անցկացնել եւ այսպես ասած կապվեն, ավելի ամուր կապվեն իրենց համայնքի հետ։ Հաջորդ խնդիրը, տեսեք, թափառող շների խնդիրը, որը ինքը շատ մեծ գլոբալ խնդիր է, կարելի է ասել համապետական խնդիր է, բայց մենք դրա լուծման ուղղությամբ էլ մեր համայնքի աշխատում ենք, որովհետեւ վերջին 2-3 տարում տասնյակից ավելի դեպքեր են եղել եւ կարծեմ 1 կամ 2 մահվան դեպք է գրանցվել թափառող շների եւ մարդկանց այդ վրա հասնելուց, գծել են այնտեղ երևի վարակիչ հիվանդություններ եւ այլն։ Այսինքն անտուն կենթանիների մասով մենք նաեւ ունենք ծրագիր ստեղծելու ապաստարաններ, խորհրդակցում ենք համապատասխան մասնագետների հետ, կենթանիների պաշտպանների հետ, դա նույնպես մեզ համար կարևորագույն խնդիր է։ Իհարկե ուսանողության խնդիրները, երիտասարդության խնդիրները, քաղաքի կոլորիտը հետ բերելու խնդիրը, քաղաքի գույները հետ բերելու խնդիրը, վերջին տարիներին կարծես թե մեր քաղաքը վերածված լիներ
իրենց պատկերացմամբ բորդյուրային ասֆալտային գույների, էլի դարձել ենք անգույն։ Եվ ես վստահ եմ, որ մենք մեր քաղաքը սիրում ենք, մենք մեր քաղաքի գրեթե ամեն ծակուծուկ, այսպես ասած, ժողովրդի լեզվով գիտենք եւ մենք փորձելու ենք դա վերականգնել։ Ինչ վերաբերվում է Տուրիստական քաղաք։ Տուրիստական քաղաքի մասով բնականաբար մեր մոտ համայն հոգևոր կենտրոնն է Էջմիածինը, բազմաթիվ տուրիստներ են գալիս, մենք այստեղ խնդիր ունենք տուրիստներին քաղաքում պահելու, որպեսզի իրենք տուրիստը գալիս է, փորձի գումար ծախսել մեր քաղաքում։ Տեսեք, ստացվում է այնպես, որ մանավանդ Էջմիածին քաղաքը, քանի որ Երևանին շատ մոտ է, տուրիստները գալիս են Մայրաթոր կամ մյուս եկեղեցիները, անմիջապես վերադառնում Երևան։ Այսինքն այն ինֆրաստրուկտուրաները, տարբեր ժամանցային վայրերը, որը պետք է տուրիստին պահի ես քաղաքում գոնե մի քանի ժամ կամ մի քանի օր, դրանք բացակայում են։ Մենք փորձելու ենք իհարկե համայնք մասնավոր այս կապի միջոցով, համագործակցության միջոցով նաև դրանք ապահովենք մեր քաղաքում։ Ձեր նշած խնդիրները մասնագիտական նաև ունակություններ պահանջող փորձագետներ կամ թիմակիցներ են պահանջում։ Այս առումով ունեք համապատասխան պոտենցիալ, այսինքն ունեք այնպիսի թիմակիցներ կամ հնարավոր է որ ներգրավեք նաև այլ քաղաքական ուժերի ունակ ներկայացուցիչներին, որպեսզի ձեր նշած խնդիրները լուծվեն։ Տեսեք, մենք իհարկե ունենք ունակ թիմ, մենք տարբեր ոլորտի մասնագետներ ունենք մեր թիմում, նաև ավականու ցուցակում, ովքեր այն ոլորտները, որը մենք տեսել ենք եւ մեր ծրագրում ունենալու ենք, որ պետք է այդ խնդիրները լուծվի եւ տարվի դեպի զարգացում, այդ ոլորտներից մենք մարդիկ ենք ներգրավել թիմ, ովքեր մեծ սիրով ներգրավել են եւ իրենք հենց իրենց մասնագիտական ունակությունները ներ են դնելու իշահ համայնքի։ Ինչ վերաբերում է այլ քաղաքական թիմերի ուժերի, տեսեք, մենք աշխատելու ենք հանուն համայնքի շահի, եթե կլինեն մասնագետներ, ովքեր իրոք պրոֆեսիոնալներ են, բնականաբար մենք իրենց հետ փորձենք աշխատենք, իրենց ներուժն օգտագործենք իշահ վաղաշապատություն։ Համագործակցության առումով շատ են հնչում հայտարարություններ, բայց շատ կան նաև կասկածներ, որ հնարավոր է ոմանք ընդդիմադիրի կեցվածքի տակ իշխանության դաշտում խաղան։ Այս առումով մտահոգվելու բան ունեք, որ ենթադրենք վճռորոշ պահին կարող է ընդդիմությանը չհաջողվի իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին եւ ստացվի այնպես, որ ընդդիմադիրները ընդամենը մի քանի մանդատի պատճառով չունենան իշխանություն։ Տեսեք, մենք նախորդիվ էլ հայտարարել ենք, որ գնում ենք բացարձակ հաղթանակի, համագործակցության, այսպես ասած, սցենարները դեռևս չեն քննարկել, բայց ես վստահաբար ասում եմ, որ այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, ովքեր հանդես են գալու ընդդիմադիր դիրքերից, արմատական ընդդիմադիր, իրենց ամբողջ կուսակցական գործունեությունը կամ կենսագրությունը եղել է ընդդիմադիր, ոչ թե միայն այս ընտրությունների ժամանակ են փորձում հանդես գալ։ Մենք իրենց հետ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար համագործակցության եզրեր լինելու է եւ մենք հայտարարել ենք, որ այդ կուսակցությունները, ովքեր ընդդիմադիր են, եթե հավաքեն, ով ամենաշատ ձայնը հավաքի, մենք պատրաստ ենք մեր ամբողջ թիմով իրենց օգնել առանց որևէ ակնկալիքի։ Բացառություններ չունեք ամեն դեպքում, այս պահի դրությամբ չկա որևէ Իհարկե բացառություններ ունենք, բացի իշխանական տեխնիկա։ Հա, բացի իշխանական եւ մերձ իշխանական եւ նաեւ ովքեր պատրաստ են համագործակցելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Այդ համագործակցությունը ինչ ֆորմատով ուզում է որ լինի։ Քաղաքացիական պայմանագիրը կմիանա իրենք կմիանան քաղաքացիական պայմանագրի, դա նույն համագործակցությունն է։ Տեսեք, երկու կուսակցություն ով կմիանա մեկը մյուսին, ոչ մի տարբերություն չկա դրա մեջ։ Լինում է այդտեղ համագործակցություն։ Այն ուժերը, ովքեր պատրաստ են համագործակցելու ՔՊ-ի հետ, մենք իրենց հետ համագործակցությունը պարզապես բացառում ենք ցանկացած ֆորմատով։ Եվ մի խնդրի եմ ուզում նաև անդրադառնանք, վերջին շրջանում շատ ընդունված է, որ դրսում ապրող մեր հայերի, մեծահարուստ հայերի հետ կապված նրանց ֆինանսական պոտենցիալի առումով օգուտ բերել իրենց համայնքներին։ Որպես վաղարշապատցի դուք ունեք այդպիսի շրջանակ, մտադրություն, որ դրսում ապրող ձեր հայրենակիցների ֆինանսական եւ պոտենցիալի առումով այստեղ օգտակար լինեն իրենք։ Իհարկե ունենք, մենք հիմա էլ մեր ընկերներից խոսում ենք, շատ ընկերներ ընտրություններից մոտ 10-15 օր առաջ, ու դա շատ անձնական կապերի միջոցով գալու են լինելու են վաղարշապատում, որպեսզի մեր թիմին օգնեն, իշխանությունը համայնքում վերցնելու եւ իրենք էլ իրենց պատրաստականությունն են հայտնել իրենց անձնական միջոցներից, համայնքի հետ համագործակցության արդյունքում
ֆինանսական միջոցներ ներդնեն, որպեսզի մենք կարողանանք մեր համայնքը տեսնել այնպես, ինչպես որ բոլորս երազում ենք։ Այստեղ մի կարևոր բան էլ կա, նաև մեզ հետ կապվել են արտերկրից արցախցի գործարարներ, ովքեր տարիներ շարունակ եղել են Ռուսաստանում, Բելարուսում, գործարաններ եւ իրենք էլ մեզ ասում են, եթե դուք պատրաստ եք մեր արցախցիներին, բավականին մեծ թվով արցախցիներ կան Վաղարշապատ խոշորացված համայնքում, էլի, իրենց խնդիրների մենք ծանոթ ենք, բարբերաբար հանդիպումներ ենք, բարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քաջ տեղյակ ենք, գրեթե 90%-ով տեղյակ ենք արցախցիների խնդիրներից։ Այդ արցախցի գործարաններն էլ արտերկրում ապրող մեզ ասում են, եթե համայնքը ունենա կամք, դուք ինքներդ էլ փորձեք մեր հայրենակիցներին, արցախցիներին օգնել, մենք պատրաստ ենք նաև մեր միջոցներով որոշակի ներդրումներ անել, որոշակի տարբեր բիզնես պրոյեկտներ անել, նաև անձնական մարդկանց փոխել օգնել հիմնականում բնակֆոնդերի հետ կապված։ Միավորվեց նաև Խոյ համայնքը, խոշոր համայնք դարձավ եւ այստեղ նաև կա ոչ միայն Էջմիածնի խնդիրները, նաև Խոյ համայնքի խնդիրները։ Այս առումով դուք ինչ լուծումներ ունեք։ Մենք տարբեր շփումներում, հենց խոյեցիների հետ շփումների արդյունքում գույքագրել ենք, չնայած նրան որ քարոզարշավի ընթացքում այցելելու են գյուղեր, այդ ժամանակ էլ կփորձենք ծանոթանանք ինչ որ այս ընթացքում չենք ծանոթացել խնդիրներին, բայց հիմնական գյուղացիների խնդիրները այսօր գլոբալ առումով ջերմոցային տնտեսություններն են, ոռոգման ջրի հետ կապված խնդիրն է, գյուղերում լուսավորության ցանցերի հետ կապված, ունենք թաղամասեր գյուղերում, որտեղ նույնիսկ գազաֆիկացված չեն։ Բնականաբար ճանապարհների, կոմունիկացիաների հետ կապված այս ամենը մեր առաջնային, այսպես ասած, լուծման համար մենք գույքագրել ենք եւ փորձելու ենք դրանց լուծումները առաջարկել հենց գյուղացիներին։ Վերջին շրջանում Խոյ համայնքում շատ են ջերմոցները, ջերմատները։ Տեսեք, այնտեղ այսպես ինչ-որ կեղեքիչ մեխանիզմ են մտածել, սովորական գյուղացին, երբ որ իր բակում, իր հողամասում կառուցում է մոտ 1000-1500 մետրանոց ցելոֆանի ջերմոց, 1-ից 1.5 միլիոն դրամ պարզապես հարկ, տուրք, նախագիծ եւ այլն։ Մենք այս հոգսը գյուղացիներից ազատելու ենք, բնականաբար ոչ ամբողջապես, բայց 6-7 անգամ կրճատելու ենք այս ամեն ինչը, թեթևացնելու ենք բնականաբար, որպեսզի գյուղացիները մտածեն, մենք գյուղացիները պետքա մեզ նայեն, Խոյի բնակիչները, համայնքապետարանը, որպես իրենց ընկերոջ, ընկեր, ով պատրաստ է ամենօրյա ռեժիմով թեթևացնելու իրենց հոգսը, աջակցելու նաև որ եթե ունեն 1000 մետր ջերմոց, թող ունենան 2-ը, 3-ը, որովհետև գյուղը, եթե գյուղացին ապրում է լավ, դա ուղիղ ցուցիչ է երկրի ապագայի մասին։